նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի հիշատակին նվիրված առաջնություն։ 1 տարի առաջ Ռոբերտ Նազարյանը զոհվեց ավտովթարից։ Նա Հայաստանում Թեքվանդոյի ֆեդերացիայի հիմնադիրն էր։ Նրա նախաձեռնությամբ Գյումրիում ստեղծվել էր թիկնապահական դպրոց։ Ռոբերտ Նազարյանի հիմնած ֆեդերացիայի սաներն են այսօր փորձում ցույց տալ, թե ինչպիսին է եղել Թեքվանդոյի առաջատարի ավանդը մարզաձևի զարգացման գործում։ Իշխան Ստեփանյանը ընդամենը 1 տարի է մարզվել Ռոբերտ Նազարյանի մոտ եւ մարզիչից ժառանգել է առաջինը լինելու ձգտումը։ Գյումրիում նա միակն է, որ արժանացել է սև գոտիի։ Ուրախ եմ, որ ստացել եմ այս սև գոտիկը, քանի որ ինտերները զգացել է, որ այս սև գոտիկին արժանային։ Այս մարզմանը շատ լավ ենք պատրաստվել, որպեսզի կարողանանք բոլորին ապացուցել, որ Թեքվանդոն ամենալավն է, ի շնորհիվ Ռուբեն Նազարյանի։ Ռոբերտ Նազարյանը հասցրեց Թեքվանդո մարզաձևում ուժեղ սաներ պատրաստել, բայց իր հիմնած թիկնապահական դպրոցում բազմաթիվ ծրագրեր կիսատ մնացին։ Ընկերները ասում են, թե ուժեղ թիկնապաների պակաս ունեն։ Իր արած աշխատանքը ինձ թվում է կարող եմ այսպես մեկնաբանել, որ դեռ ոչ ոք չի կարող անել։ Նա այդ տարիքին 28 տարեկան, նա անում էր 28 մաշտու գործ։ Այսօր երևի ոչ ոք ռիսկ չի անում սկսել այն աշխատանքը, որը նա էր անում։ Ուղղակի Թեքվանդոյի ոճը դա սպորտային էր, դա պահանջում է արդեն նա դրել էր Թեքվանդոյում այնպիսի արդեն կադրեր, որ դրանից հետո կարողացան շարունակել։ Ինքը միշտ ասում էր, մարդը մահանում է այն ժամանակ, երբ որ իրեն կատարում են հիշելուց կամ իր գործը շարունակելուց։ Դե աշխատեն շարունակել։ Հուշամրցաշարին ներկա էին նաև մարզիկի հարազատները։ Քույրը պատմում է, որ եղբոր կատարած գործի ապացույցը այս երեխաների պատրաստվածությունն է, իսկ հուշամրցաշարը մեկ անգամ եւս ապացուցում է, որ բարի գործը չի մոռացվում։ Ես հպարտ եմ, շատ հպարտ եմ, որ Ռոբերտ Նազարյանի քույրն եմ, ու անկասկած հենց այս տեղում ենք գտնում մխիթարությունը մեր, որ գործն է անում, իր արած գործը, տիրաներտրում է այս երկրին իր աշխատանքը ու համոզված եմ, որ անպայման կշարունակվի։ Ռոբերտ Նազարյանի սաներն ու ընկերները նշում են նաև, որ ֆիզիկական ուժին զուգահեռ նա նաև հոգեպես ուժեղ մարդ էր։ Նույն կերպ դաստիարակում էր նաև իր սաներին, նրանց սովորեցնելով պահպանել մարդկային որակները, իսկ նրա թողած ավանդը բարձր են գնահատում ոչ միայն հայ մարզիկները։ Հուշամրցաշարին մասնակցում էր նաև Վրաստանի Թեքվանդոյի հավաքականը։ Վարդուհի Արզումանյան, Արթուր Մելիքյան, Հորիզոն։